Մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ, որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա։ Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսից օգնել, աջակցել, ինչ-որ խնդրով, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք։ Բայց կներեք, դուք շատ վտանգավոր հայտարարություն եք արել քաղաքական հաշվարկների տեսանկյունից։ Դուք արել եք հայտարարություն, որ միակն եք ընդ որում, որ ասել եք ոչ մի ուժի չեք միանա։ Այդպիսի հայտարարություն եք արել ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում։ Դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ հասկացա ինչի մասին է խոսքը։ Կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների դեմ։